Ավետարան ըստ Մատթեոսի 21-րդ գլուխ Երբ Երուսաղեմ մոտեցան եւ Փեթփաքե հասան, Սիթենյաց լերան մոտ, այնադեն Հիսուս իր աշակերտներեն երկուքը ղրգեց ըսելով անոնց. «Քացեք ձեր թիմացի քյուղը եւ այնտեղ պիտի գտնեք կապված էշմը իր ավանագին հետ, քագեցեք եւ ինձի բերեք։ Եթե մեկը բան մը ասե ցեզի, ըսեք որ իրենց տիրոջ պետք են եւ անմիջապես պիտի ղրգես անոնք։ Բայց այս բոլորը եղան, որբեսի կատարվի մարգարեին խոսքը որ գսե. Ըսեք Սիոնի թստեր, ահա թագավորդ կուքա քեզի, հեզ եւ հեծած էշի վրա եւ էշի ավանագին վրա։ Քացին աշակերտները եւ ըրին ինչպես Հիսուս հրամայեց, փերին էշը եւ ավանագը եւ անոնց վրա նստավ ան։ Եվ ժողովուրդեն շատեր իրենց ըսկեսները դարադեցին ջամփուն վրա, ուրիշներ ծարերեն ջյուղեր կփրծնեին եւ կդարածեին ջամփու երկայնքին։ Եվ արջևեն ու յետևեն քացող ժողովուրդը գաղագեր ու գսեր. Օրհնություն Դավիթի որդին, օրհնյալ է ան, որ գուքա Տիրոջ անունով, օրհնություն իբարձունս։ Երբ Երուսաղեմ մտավ, ամբողջ քաղաքը թղրթեցավ, գսեին ով է սա, եւ ժողովուրդը կպատասխաներ. սա է Հիսուս մարգարեն, Գալիլեո Նազարեթեն։ Եվ Հիսուս տաճար մտավ եւ դուրս հանեց բոլոր անոնք, որ արևդուր գնեին տաճարի մեջ, եւ գործանեց լումայափոխներուն սեղանները եւ ահավնի ձախողներուն աթոռները, եւ ըսավ անոնց. քրված է իմ դունուս աղոթքի դուն պիտի գոչվի, իսկ դուք վերադեցիք զայն ավազակներու որջի։ Եվ գույրեր եւ գաղեր մոտեցան անոր տաճարի մեջ եւ բժշկեց անոնք։ Եվ գլխավոր քահանաներ եւ տբիրներ տեսան այն հրաշքները զորգներ եւ մանուկները, որոնք գաղագեին ու գսեին տաճարի մեջ. օրհնություն Դավիթի որդին, փարգացան եւ ըսին անոր. գլսես ինչ կսեն անոնք։ Հիսուս պատասխանեց անոնց. այո, չեք կարդացած ցուք թե դղաներու եւ գաթնգեր երախաներու փերանեն գադարյալ օրհնություն հանեցիր։ Եվ ցկեց անոնք ու քաղաքեն դուրս ելավ ու քնած Փեթանիա եւ այնտեղ քիշերեց։ Արդուգանող երբ քաղաք կվերաթարնար անոթեցավ, ճամփուն եզերքը թզենի մը տեսնելով մոտեցավ անոր, սակայն դերևներեն զատ ոչինչ գտավ անոր վրա եւ ըսավ. ասկեդո քեզ մե երբեք պդուղ չլա։ Անմիջապես չորցավ թզենին։ Երբ աշակերտները տեսան, զարմացածին, ինչպես այսքան շուտ չորցավ թզենին։ Հիսուս պատասխանեց. ճշմարիտ կսեմ ցեզի, եթե հավատք ունենաք եւ չերկ մտիկ, ոչ միայն ցզենին բադահածը գրնակ ընել, այլ մինչև իսկ այս լերան, եթե ասեք ելիր եւ ձովն ընգիր, պիտի ըլլա, եւ ամեն ինչ որ հավատքով կխնդրեք աղոթքի ընթացքին, պիտի առնեք։ Ու երբ տաճար եկավ ու գուսուցաներ մոտեցան իրեն գլխավոր քահանաներ եւ ասկին մեծերը եւ ըսին. ինչ իշխանությամբ կնես ադիգա եւ ով դվավ քեզի այդ իշխանությունը։ Հիսուս պատասխանեց. ես ալցեզի հարցում մընեմ, որուն եթե պատասխանեք, ես ալցեզի գսեմ թե ինչ իշխանությամբ կնեմ ասիգա։ Հովաննեսի մգրդելու իշխանությունը ուրգեր, երկինքեն թե մարդոցմե։ Եվ անոնք սկսան խորհրդածել իրարու մեջ ըսելով. եթե ասենք երկինքեն, պիտի ասեմ էզի այնադեն ինչու չհավատացիք անոր։ Եթե ասենք մարդոցմե, կվախնանք ժողովուրդեն, վասնզի ամենքն ալ Հովաննեսը իբրև մարգարե կընդունին։ Ուստի պատասխան տվին Հիսուսին ըսելով. չենք գիտեր։ Անալ ըսավ անոնց. ոչալ ես կսեմ ցեզի թե ինչ իշխանությամբ կնեմ ասիգա։ Բայց ինչ կխորեք։ Մարդ մի երկու որդիներ ուներ, առաջին մոտեցավ եւ ասավ. դղաս, այսօր քնա եւ այքին մեջ աշխատե։ Պատասխանեց. կերտամ, դեր, եւ չքնաց։ Մյուսի մոտեցավ եւ նույնպես ասավ։ Անալ պատասխանեց. չեմ ուզեր, բայց հետո զղջաց եւ այքի քնաց։ Արդ այս երկուքեն որ մեկը կատարեց իր հորը հրամանը, ըսին վերջինը. ճշմարիտ կսեմ ցեզի ըսավ Հիսուս, որ մաքսավորներ եւ բորնիկներ ցեզ պիտի գանխեն երկնքի արքայության մեջ։ Վասնզի Հովաննես եկավ ցեզի ցույց տալու արդարության ջամփան եւ չհավատացիք անոր, բայց մաքսավորներ եւ բորնիկներ հավատացին անոր։ Իսկ դուք թեև դեսակ ասիգա, բայց չզղջացիք ու չհավատացիք անոր։ Ուրիշ արագ մնալ լսեցեք։ Տանուդեր մը գար, որ այքի մը դնգեց, ցանգով շրջապատեց զայն, անոր մեջ հնցան փորեց եւ թիդարան շինեց։ Այքին մշակներուն վարձու տվավ եւ հերու երգիր քնած։ Երբ պուդուղի ժամանակ մոտեցավ,
իր ծարան ղրգեց մշակներուն, իր այքին պերքը արնելու համար, մշակները պրնեցին անոր ծարաները, մեկը ձեդեցին, մյուսը սպանեցին, ուրիշ մկարգոծեցին, թարցյալ ուրիշ ծարաներ ղրգեց, առաջիններեն շատ ավելի թիվով, անոնց ալ նույնպես ըրին, հետո ղրգեց անոնց իր որդին ըսելով, թերևս ամչնան իմ որդի ես, իսկ երբ տեսան որդին ըսին իրարու, սա է ժարանքը, եկեք սպաննենք ասիգա, և անոր ժարանքության դիրանանք, և պրնեցին զայն, և այքիեն ցուրս կաշեցին ու սպաննեցին, արդ, երբ այքին դերը կա, ինչ պիտի ընե այդ մշակներուն, ըսին անոր, չարերը չարաչար մեջտեղեն պիտի վերցնե, և այքին պիտի դա ուրիշ մշակներուն, որոնք պերքը պիտի դան իր ժամանակին, Հիսուս ավելցուց, չեք կարդացած երբեք քրքի մեջ, այն քարը, զոր անարգեցին շնողներ, այն եղավ անգյունակարը, դիրոճմե եղավ այս, և սկանչելի է մեր աչքերուն, ուստի գսեմ ցեզի, պիտի արնվի ցեզ մե Աստուծո արքայությունը, և պիտի դրվի ասկիմը, որ պիտի բտղափերես այն, ով որ այս քարին վրա ինա, պիտի փշրվի, և որում վրա որ ինա, պիտի ջզմեզ այն, Եվ գլխավոր քահանաներ ու փարիսեցիներ լսեցին անոր արակները, քիծան թե իրենց համար ըսավ, թեև գուզեին զայն բռնել, բայց վախծան ժողովուրդեն, վասնզի իբրև մարգարե կընդունեին զայն։